Ամբողջ կյանքում նկարիչ Հայկ Բարսեղյանը փնտրում է հայրենի քաղաքի գույնը։ Մի քաղաքի, որ դեռևս 1959 թվականին միավորեց 7 գյուղթաղամաս, 7 տարբեր գույն և կոչվեց Հրազդան։ Իմ ընկերները միշտ ինձ անվանել են, որպես ասում են, դու Հրազդանի գույնն ես։ Բայց որի ասում են, ես իմ մեջ ավելի մեծ պարտավորություն եմ զգում, թե ինչա ինձ այդպես կոչում են ինչի Հրազդանի գույնը։ Մեր Հրազդանի գույնը ընդհանրապես շատ բազմազան է, տաք գույներ են, էփված, ավելի արևի տակ խանձված գույներ են, որոնք իրենցից ոսկեղեն կոլորիտ են ներշնչում ներքին։ Օրինակ ասենք նկարիչը պետք է լավ զգա նույնիսկ հանքանյութը, այդ սարի տակը ինչ հանքանյութ կա։ Ներսից դուրս գաս, հողից դուրս գաս դեպի սարի գույնը կամ արտերի ոսկե գույնը։ Պատանեկության տարիներին Արմեն Այվազյանն իր գրպանի գումարն օգտագործում էր ոչ թե ամենօրյա ծախսերի, այլ գտածոներ գնելու համար։ Պատանու նախասիրությունը դարձավ կյանքի գործ, և նրա հնագիտական հավաքածուն տարիների ընթացքում համալրվեց Հրազդանում պեղված պատմական գտածոներով։ Դեռ 12 տարեկանից սկսել եմ հնությունների հավաքչությամբ և 15 տարեկանում 2005 թվականին հիմնեցի Ջրառատի պատմության թանգարանը։ Այն ժամանակ դեռևս կար 70 նմուշ և դա որպես ինձ համար հոբի էր, նախասիրություն։ Բայց աստիճանաբար այդ պատանեկան նախասիրությունը վերաճեց ամենօրյա աշխատանքի և առաքելության, որպեսզի մոռացումից փրկվեն այն պատառիկները մեր մշակույթի, տեղական ավանդույթների, որոնք որ կրողն էին մեր մեծերը։ Հակոբ Հարությունը Հրազդանի հասակակիցն է։ Ծնվել է Սիրիայում ապրող հայ ընտանիքում, որը հայրենադարձվել է Հայաստան։ Առաջին ստեղծագործական քայլերը նա արել է Հրազդանում, որտեղ էլ մինչև այսօր շարունակում է գրել, ստեղծել իր հեքիաթը։ Բարյաչողու, ուստա պիսո։ Գլուխս մրսեց։ Իսեր աստո։
դպրոցում ամառները առաջադրանքներ էին տալիս, այս կարդացեք, այն կարդացեք եւ այլն։ Իսկ սեպտեմբերի որ գնում ենք, ասում են, ով ինչ է կարդացել։ Ուսուցչուհին ինձ ինչ ես կարդացել, ասի ես հեքիաթներ եմ կարդացել։ Ասա հեքիաթներ ես կարդացել, ասի հա, կարող ես պատմել, ասի այո։ Առաջին անգամ գնացի, սա հեքիաթ պատմեմ, ինքս ինձ ստեղծեցի ու պատմեցի։ Ու ես այդ օրվանից փաստորեն սկսա անդադ հեքիաթներ ինքս իմ մեջ մշակել։ Ու այդ հեքիաթի մեջ եմ մինչև հիմա ապրում եմ։ Տարիներ առաջ Մանվել Ռաֆայելյանը տարբեր համույթներում ակորդեոն նվագելով եւ հետևելով բեմում պարող ընկերներին հրապուրվեց ազգային պարով։ Համերգներից հետո հետնաբեմում պարել սովորեց։ Դեռ ավելին, դարձավ պարուսույց ու հիմնադրեց պարային համույթներ։ Առանձնակի հպարտությամբ է պատմում իր նինահար համույթի մասին, որի անունը վերցրել է հայ նինար երգից։ թվականներ երբ առաջին անգամ մեր դպրոցում եկել էր ընկեր Հայկազը։ Եկա մայրիկից խնդրի, թե դպրոցում պարի խումբ բացվում։ Ձեռքից բռնած առաջին անգամ բերեց ընկեր Հայկազի մոտ։ Իշում եմ պետք է շալախը պարեի, ոտքս մեղ էր մտել։ Բռնեցի պարի ծապուկներից չուվակից հակա, եթե ոտքով պարկել էի, որ ոտքս չուր էր, բայց դուսը բացվավ գնացի, այդ ոտքով ենքան էի սիրում պարը, որ այդ ոտքով մասնակցեցի այդ պարին։ Լսիր, աղջիկ, քո ծիծաղը չի թողնում, որ ես քեզ ուտեմ, հասկացիր, չքվիր աչքիցս։ Շատ լավ է։ Չքվիր աչքիցս։ Չքվիր աչքիցս։ Բայց ես ուր գնամ։ Մոնայներ եմ ատառում, ճանապարհ չգիտեմ։ Կրթությամբ օպերային երգիչ, մասնագիտությամբ դերասան Վահագն Մարգարյանն այսօր Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրենն է։ Մանկապարտեզից սկսած երազել է բեմ բարձրանալ։ Թեև երբևէ չի մտածել, որ ղեկավարելու է հայրենի քաղաքի թատրոնը և վերահսկելու է թատերական գործընթացի բոլոր փուլերը։ Ես կողքից հետևում եմ, ինչպես է անցնում փորձերը, երաժշտությունը գրելը, դեկորը սարքելը, հագուստները կարելը։ Ամենահաճելի պահը, երբ որ ներկայացումը հանձնում ենք, անկեղծ ասեմ, ոնց որ նոր մարդ ծնվեց, ոնց որ նոր մի երեխա ծնվի։ Ու երկրորդ
հետաքրքիր զգացողություն է, որ հանդիսատեսը ոնց է ոտ ընկայս 5-10 րոպե ծափահարելով ընդունում։ Ուրեմն մեր աշխատանքը, մեր այդքան տանջանքը 2-3 ամիսների ընթացքում հաջողվեց ամեն։ Երբ որ մտնում ենք բուն Հրազդան քաղաք, մեզ դիմավորում է Աղբյուրակի արհեստական ջրամբարը 1959 թվականին շահագործված։ Եվ անմիջապես կողքը ժողովրդական խոսքով, ինչպես որ լիճն ենք անվանում ծովինար, այնպես գեղեցկուհու արձանն է, որը ևս ժողովրդը անվանում է ծովինար։ Պիտի խոստովանեմ, որ այն ունի իր առաջնային անունը Կեցցե կապույտ ու ջինջ երկինքը։ Չէ որ այդ աղջիկը ձեռքերը վերև պարզած, կարծես խաղաղության գովերքուն է, որը հայտնի անվանի քանդակագործ Խաչատուր Հակոբյանի աշխատանքն է եւ նաեւ կոչվել է Փարվանա։ Ես որ ուսանող էի, ինձ դասախոսներն ասում էին, ինչ կա ձեր Հրազդանում, որ այնտեղ նկարիչն ինչ պիտի նկարի։ Բայց իմ կարծիքով ճիշտ նկարիչը միշտ էլ կգտնի այն մոտիվը, այն հրաշք միջավայրը, այն գողտրի անկյունը, որ իրեն հարազատ է կնկարի։ Արդեն բնությունը գայթակղիչ է, ասենք, թեքվեցինք դեպի մայր բնությունը։ Հրազդանում շատ գողտրիկ տեղեր կա։ Հրազդանի բնակիչները սիրում են պատմել իրենց քաղաքի հացի մասին։ Հրազդանյան հայտնի հացի պատմության կենտրոնում հացթուխ Աշոտն էր, որը գերմանական գերությունից հայրենի քաղաք վերադառնալիս բերել էր հացի բաղադրատոմս։ Աշոտը ժառանգներ չուներ։ Նրա մահվան հետ կորսվեց նաև նրա թխած հացի պատրաստման գաղտնիքը։ Մնացին Հրազդանի հացի համբավն ու բազմաթիվ պատմություններ։ Երբ խոսում ես Հրազդան, առաջին է մարդկանց գալիս Հրազդանի ցեմենտի գործարանը ու Հրազդանի ջերմելեկտրակայանը։ Բայց Հրազդանում շատ ասենք մշակույթ կա, շատ ընտիր զարգացած է եւ երգը, եւ պարը, եւ թատրոնը, եւ մնացածը։ Եվ ժամանակ վրա ուշացում է Հրազդանի մշակույթի պալատում, ասենք կնոջս հետ երկու մամտոֆոն առած մտնում էի տարբեր գյուղեր, հավաքագրում էի երգը, պարը, ամեն ինչը։ Լուսահոգի Վանուշ Գերասիմիչը, Վանուշ Խանամիրյանը, որ խումբս տեսնում են, ասում են մամա ջան, քո խմից լավաշի օտա գալի։ Շատ լավ են, որ հովին կպած են պարում։ Հրազդանի դրամատիկական թատրոնի հետ կապված պատմությունները սկսվում են 1953 թվականից։ Աղթալայի հին ակումբում ինքնագործ թատերական խմբի նախաձեռնությամբ բեմադրված Օստրովսկու ուշացած սերը ներկայացումը առաջինն էր թատրոնի խաղացանկում։ Անցել են տարիներ և այսօր Հրազդանի ներկայացումները նաև այսօրվա կյանքի մասին են։ Խելքդ սիրեմ։ Ագրատ սիրելու։ Շատ սիրեմ։
խոսվի։ Հոգուս պես կսիրեմ ես քեզ։ Չի չեն հատուցես քեզ առավել կսիրը։ Շատ սիրուն է այս Սոֆի։ Այնպես չվես հրազդանցի եմ ուզում եմ գովամ մեր հանդիսատեսին։ Գյումրեցիները գովում են իրենց հանդիսատեսին, չէ, վանաձորցիները, բայց ասեմ, որ Գյումրի թատրոնն էլ է մեր մոտ եղել, Վանաձորն էլ բոլորն էլ ասել են հրազդանի հանդիսատեսի նման հանդիսատես, ապշացել։ Գակավի պես կարժելի է, շատ սիրուն է այս Սոֆի, դատրակի պես նազելի, շատ խստապահանջ, ներկայացում է սկսեցին պահանջել մեր հանդիսատեսի, ցանկությամբ գնացինք նաև, ինչ են ուզում նայեն։ Դալիճը լեցուն սոնդաուտներով խաղացանկային ներկայացումները գնում են արդեն 7-րդ, 8-րդ ներկայացում ունենք Հրազդանում։ Ես կարող եմ ասել, որ Հրազդանը մշակութային քաղաք է։ $1999 թվականին նրա տեսակ բանաստեղծական ժողովածում մի հատ բանաստեղծություն ունեի Հրազդանին նվիրված եւ այդ բանաստեղծության մեջ ճակ տված ասֆալտով փոշեցած փողոցներով եւ գլխատված Եղևների քաղաք էր հիմա տարիներ որ անցել են նույն քաղաքն է իսկ այսօր փաստորեն Հրազդան դարձել է Եղևների քաղաք գլխատված Եղևներ հիմա չեք տեսնի։ Կյանքը փոխվում է, կյանքը շարժվում է առաջ ու այնպես է ստացվել, ես այս Հրազդան քաղաքի հետ իր մութ ու ցուրտից սկսած մինչև այսօրը չեմ բացակայել պաստորե ես։ Ես այն ժամանակ արսանիքներ եմ նվագել, դատմաշեն գյուրից նա տարեց մարդկար բիզաչուտո էին ասում։ Հետ կացավ ու սկսեց պորել այդ պորը ես բերը դրել էի բեմին։ Կար որ ավտոբուսում հանդիպեցի, նա տղա բարձրացավ աղջիկերքին տեսավ հոգեբեմա տիշնելուց ընկավ այդ դրվագը վերցրել բերը դրել էի բեմում։ Տարբեր սերունդներ փոխվելով ասենք քիչ իմ սաներից բավական երեխեք կան, որ ասենք շուրջ 30-40 պոլուսուսներ եմ տվել։ Հրազդան տարածաշրջանում, որ նայում են գրեթե մոտ 90%-ը իմ սաներն են։ Դեռևս 19-րդ դարում Ռաֆին ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս աշխատության մեջ գրել էր. Հայոց ախտագյուղը յուր մերձակա գյուղերի հետ համեմատելով բոլորի Փարիզն է, թե յուր շինություններով և թե բնակիչների բարեկեցությամբ գերազանցում է ամենից, որովհետև գտնվում է մեծ ճանապարհի վրա։ Հրազդանն իհարկե Փարիզը չէ, բայց նախկին Ախտան կերպարանափոխվեց և դարձավ ժամանակակից քաղաք։ Հիմա այս փոքրիկները մաքուր հրազդանցի են։ Իրենք հայտական գուցե ասեն արմատներով էսենց ենք եղել, բայց իրենք հրազդանցի են։ Իրենք գնալու են ուրիշ տեղ ասեն մենք հրազդանից ենք գալիս, հրազդանցի ենք։ Իմ կապութազ գրքում մի գլուխ կա կոչվում է զինակցուհի։ Զինակցուհին իմ տատիկն էր։
մի օր պապս տատիս ասում է դու այսօրվանից իմ զինակցուհին ես։ Մեր կռիվը չի ավարտված։ Մեր կռիվը աշխարհի դեմ շատ երեխաներ ունենալն է։ Մեր նման մտածող զինակիցներ ունենալն է։ Իսկ երեխաները մեր զինակիցներն են։ Երեկոյան մեր բակը մարդկանցով լի է, ընտանիքներով գալիս են նստում են, փոքր զբոսայգիադար է։ Ես տեսնում եմ հանդիսատեսին Վարշավյանոց գնացած, երեկոյան հագուստ հագած, իրենք գալիս են տաքսիներով։ Ասենք այդ երեկոյան ժամի հատվածը շաբաթը 1-2 ակտիվանում է։ Ճանապարհին մեքենաների կանգնելու տեղ չի լինում։ Տեսեք արդեն շարժը շաբաթը 2-3 անգամը կա։ Դրանից այն կողմ քաղաքը չգիտեմ էլ ոնց պիտի շնչեր։ Ներկայիս պատանիները, աշակերտները, երիտասարդները, ուսանողները գալիս են եւ ուզում են իմանալ իրենց տոհմերի, գերդաստանների պատմությունը։ Իմ գործունեությունը նաեւ իրենց համար ուղենիշ է, որպեսզի իրենք սկսեն հետաքրքրվել իրենց քաղաքի պատմությամբ։ Ես ուրախանում եմ, որ ինչ որ մեկը մի բան գտնում է, վերում է, ասում է, սա կարող է թանգարանում տեղ ունենալ։ Այսինքն իրենց տուննել են նայում, տոհմածառեր են գծում։ Տեսնում ես, որ ինքնանպատակ չի միայն քեզ համար, իսկ այդ նմուշները բոլորինն են։ Ես ամեն օր որոնում եմ հենց այդ գույնը, որ մանկության տարիներին ինչ էի նկարում։ Ես մանկության տարիներին արիվածաղիկ եմ շատ սիրել նկարել։ Եվ հիմա էլ եմ շարունակում նկարել, արևածաղիկը այդ սիմվոլիկ, այդ արևը, այդ ջերմությունը միշտ հրապուրել է ինձ։ Շարունակում ենք փնտրել, բայց իմ կարծիքով օրինակ պետք է ամեն օր փնտրել գույնը։ Ինչ որ տեղ պետք է այդ ոսկե միջինը գտնել գույնի, փնտրել ու գտնել, փնտրել, գտնել։ Հակոբ Հարությունին Հրազդանն անվանում է 7 և այլքի քաղաք, որտեղ ապրում են հարակից գյուղերից և աշխարհի տարբեր մասերից եկած մարդիկ։ Այսօր Հրազդանում միավորվել են մշակույթներ ու ավանդույթներ։ Հրազդանյան մշակութային կտավի գույները ստեղծում են այստեղ ապրող ու արարող մարդիկ։